Պարոն Սիմոնյան, դուք անդադ խոսում եք բանավիճելուց եւ դուք եւ Փաշինյանը, բայց պարոն Թաթոյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին, այսօր նաեւ պաշտոնապես աշխատակազմ մուտք կգործի հրավերը, ասում է Պետրոս Ղազարյանին էլ կարող է Փաշինյանը իր հետ տանել, որ իրեն մենակ չզգա։ Վախենում եք Թաթոյանի հետ բանավեճից, Նիկոլ Փաշինյանը վախենում է։ Գիշերները չենք քնում, գիշերները զանգվում ենք, ասում ենք դու էլ քնած չես, ասում հայ ես էլ քնած չեմ, Թաթոյանի հարցազրույց։ Ինչն է խնդիրը։ Դե մի քիչ աբսուրդ է, հիմա ես էլ հարմար է այնպիսի մարդկանց հետ բանավիճել, որ օրինակ հիշեցնեն Թալան, հիշեցնեն։ Բայց սպասի, մի րոպե։ Նախ այդ բանավեճը sense տնես տեղի է ունենալու, եթե պարոն Թաթոյանը մասնակցելու ընտրությունների։ Այսինքն այդ fake օրակարգը, fake այդ որ դուք գաք կամ ինչ որ մի լրագրող գա ասի կամ ինքը ասի ինձնից վախենում են, դա անկեղծ fake խոսակցություն է, որովհետև վերջ դե պատասխանեմ, որ թույլ տաս չընդհատես կպատասխանեմ։ Գոյություն ունի օրենքով ամրագրված բանավեճի ինստիտուտ, որը տեղի է ունենալու ընտրություններից մի քանի օր առաջ։ Խնդիրը նաև կայանում է կարգավիճակների մեջ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը պետք է ով էլ դա լինի, պետք է բոլոր այն քաղաքական նորաստեղծ ուժերի ղեկավարներին, ովքեր ասում են ես պատրաստ եմ քո հետ բանավիճեմ, գնամ բանավիճելու, ասենք, տենց օրինակ այսօր Թաթոյանը կառաջարկի վաղը, չգիտեմ, մի հատ ինչ-որ երկու հոգանոց կուսակցություն կառաջարկի, չգիտեմ, մյուս օրը մյուսը կառաջարկի, այսինքն պետքա տրամաբանություն, հիմա ես էլ Տրամպին կանչեմ բանավեճի, հիմա ինչ ափսո կամ Պուտինին կանչեմ բանավեճի։ Համեմատելի չէ, դուք Փաշինյանը։ Համեմատելի է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն Արման Թաթոյանին, որը որ մի պետական պաշտոնյա ունեցել Սերժ Սարգսյանի կողմից, ինքը նշանակվել է մարդու իրավունքների պաշտպան, Նիկոլ Փաշինյանը Անի ջան, ուզում ես եկել եմ քո մոտ հարցազրույցի, ես ասեմ, հետո դու ասա, ես ասեմ, հետո դու ասա։ Հիմա իմ հերթն է, պայմանավորեցինք։ Երբ որ նշանակվել է Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնյա, դրանից հետո ինքը որևիցե պետական պաշտոն ու հիմա չի զբաղեցնում, ինքը քաղաքական գործիչ է, իր կուսակցությունը ունի, ինքը այդ հնարավորությունը կունենա, կգա հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ եւ իր բոլոր հարցերը վարչապետին կտա, բայց իր նման հարյուրավոր մարդիկ կան, որոնք ցանկություն կունենան բանավիճել։ Ինձ հետաքրքրում է պարզապես Փաշինյանին հարմար է բանավիճել այնպիսի մարդկանց հետ, ում կարող է ինչ-որ բան հիշեցնել, ում այս տարիների ընթացքում պարբերաբար թիրախավորել է եւ ինքը Փաշինյանին հարմար է բանավիճել բոլորի հետ, ովքեր այդ կարգավիճակը ունեն, որովհետև երբ որ վարչապետը գալիս է այստեղ, ինքը բանավիճում է բոլոր ընդդիմադիր падգամավորների հետ, եթե նրանք համարձակվում են գալ եւ մասնակցել հարց ու պատասխանին, բայց ինչ որ պահից հետո իրանք սկսել են չգալ այդ բանավեճին, որտեղ հասկացել են, որ չեն կարողանում բանավիճել։ Հետո եթե Արման Թաթոյանը իր շուրջը տենց մտածում է, որ ինքը այնքան դարակազմի քաղաքական գործիչ է, ինչ խնդիր ունի, կլինի էլ այդ բանավեճը մի 4-5 ամիս հետո կլինի, ավելի լավ ընտրություններին մոտ կլինի, ինքը իր պատմությունը կպատմի հանրայինի եթերով, այդ ինչ ստից թեմա է զոնես կամ մի րոպե վերջացնեմ, մի րոպե։ Ես ինձ թվաց իմ բանավեճի մասին եք ասում, ինձ թվաց այն իմ առաջարկի մասին եք ասում, որ ես առաջարկել էի ընդդիմադիր հերոստահալիկներից որևիցե մեկի տաղավարում, հիմա ես կանադա եմ անում, էլի, բանի ջան, իմ գործը թողած քո գործն էլ եմ անում, թող անեմ միջև վերջպես։ Ինչպես ընդունեն ձեր հրավերը, եթե օրինակ դուք մի դեպքում անտիֆեյքի տղաների դեմ հաղորդում ներկայացրել, մյուս դեպքում ժուրնալիստների միության հետ կապված, ընդ որում դեպքում հասկանալի չէ հարաբերս ինչ կապ ունի օրինակ Սաթիկ Սերյանյանը այդ ես էլ եմ ասում, ես էլ չեմ հասկանում Սաթիկ Սերյանյանը ընդհանրապես այդ գույքի հետ ինչ կապ ունի եւ ժուրնալիստների միության հետ ինչ կապ ունի, ես էլ շատ բան կա չեմ հասկանում, ինչ կապ ունի Սաթիկ Սերյանյանը ընդհանրապես ժուրնալիստիկայի հետ, ժուրնալիստների միության հետ։ Դա կարևորը մենք ենք հասկանում։ Դե լավ է, որ դուք, ես վստահ չեմ, որ մնացած գործընկերները, ինչպես նաև դուք հասկանում եք, այս սրա համար պետք է Սաթիկ Սերյանյանը համարձակություն ունենա, Արմինե Օհանյանը համարձակություն ունենա, Արամ Աբրահամյանը համարձակություն ունենա, ոչ թե Լուսինեին ստեղ Արմինե Օհանյանը ուղարկի, կամ ասենք ինչ-որ մեկին զանգի իմ մասին բան վերցնի, Արմինե Օհանյանը չէ, Սաթիկ Սերյանյանը, թիվ 5 հեռուստաընկերության այն մեկնաբանները, լրագրողները, խմբագիրը, որոնք ինձ շատ լավ են ճանաչում, համարձակություն ունենան, այս հարցերը ոչ թե ես ու դու Անի ջան ստեղ քննարկենք, ես իմ տեղը խոսեմ, դու իրանց տեղը խոսես եւ այդ խոսակցությունը ոչինչ տա, այլ կանչը ես ասում եմ գալիս եմ ձեր եթեր խանգարում եք, այո, համարձակություն կատարյալ բացակայությունը։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը դա ինստիտուտ է։
իսկ իրանք լրագրողներ եւ խմբագիրներ են։ Աշխարհում տենց դեպք չկա, որ գործող իշխանության ներկայացուցիչները իմիջիալից այն երկրում, որտեղ որ խոսում են խոսքի ազատություն, բան, սահմանափակում եւ այլը, բա տենց, հա, կանչեք, տարեք իշխանության ներկայացուցիչին, հանրությանը ցույց տվեք, որ այս իշխանավորը ճիշտ չի խոսում, որ իշխանավորը վատ է, որ այն հարցերը, որոնք որ դուք տալիս եք, ինքը չի կարողանում պատասխանի։ Իրանք համարձակություն չունեն։ Իրանք համարձակություն չունեն։ Պնդում եմ, դեկտեմբերի 1-ին մնացել է եւս 2 օր, թող հավաքվեն, իրանք դեռ ժամանակ ունեն։ Պարոն Սիմոնյան, այս թեմայով Հերթով, Արման Թաթոյանը նախորդին հրավիրված ասուլիսում անդրադառնալով ձեզ իշխանությունից զրկելուն ասել է, եթե նախկին նախագահները որոշեն մասնակցել 2026-ի աժանտրություններին դրապայքարին, ապա իր մոտ հարց է առաջանում, նրանք իսկապես ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա պաշտոնից, թե այստեղ այլ նպատակներ ու հարցեր կան։ Նաև հավելել է, նախկին նախագահների չմասնակցության պարագայում տեսեք, մենք մեր թիմը ինչպես միավորված Փաշինյանին կհեռացնենք։ Ես ինչ որ մասով համակարծիք եմ պարոն Թաթոյանի հետ, շատ հետաքրքիր Գարուզարշավ եւ պայքար կլինի, եթե իրան նշված նախկին չընտրված նախագահները, իսկ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը երբևիցե Հայաստանի Հանրապետության նախագահի համար չեն կարող համարվել, որովհետեւ ընտրությունների արդյունքները որևիցե մեկի մոտ հավատ չի ներշնչել, եթե իրանք չմասնակցեն, միգուցե շատ մենք ավելի լավ ընդդիմություն ունենանք Հայաստանի Հանրապետությունում, քան հիմա, բայց իրանք դա չեն անի, որտեւ իրանք մոնոպոլ դիրքերում նախկին չինովնիկների, բիզնեսմենների եւ բդեշխների շնորհիվ ամեն մեկը փորձելու է ինչ-որ ձևով ներկայություն ունենալ այստեղ, բայց շատ լավ գաղափար կա։ Ես պարոն Թաթոյանին առաջարկում եմ սկզբից մի հատ այդ թեմայի շուրջ կանչի օրինակ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բանավեճի։ Տեսնենք իրանք կվախենան, թե չեն վախենա, դուք ասում եք վախենում է։ Իրանք էլ գործող երկրի ղեկավար չեն։ Հիմա ինքը տենց հավակնությունի գործող ղեկավարի է կանչում, թող հələ չգործող ղեկավարների նախքին կանչի, տեսնի իրանք կիշնեն իր մակարդակին, կգնան այդ բանավեճին, նոր հետո կխոսենք։ Իսկ ես չլսեցի ով է հարց տալիս։ Լսեք, եթե պարոն Թաթոյանը այդքան ձեն կհավաքի, կկարողանա իր ասածը հասցնել, ինչու ոչ, կարող է եւ ինչ որ ընտրությունների ժամանակ հաղթի եւ դառնա ինքը իշխանություն։ Հայաստանի Հանրապետությունում ազատ ընտրություններ են, բայց իմ կարծիքով այսօրվա անդիմությունը պարլամենտական պետքա շատ ակտիվ պատրաստվի 2031 թվականի ընտրություններին։ Պարոն եպիսկոպոսներ երեք Նիկոլ Փաշինյանին հանդիպեցին, իշխող թիմից ողջավորություն էր, որոնորոգում է եկեղեցին, բայց մեծ թվով եպիսկոպոսներ նշում են, որ իրենք մայրաթորը կողքն են, վեհապարը կողքն են։ Չեք շտապել հայտարարություններում եւ արդյոք կարծում եք, որ կարող եք մի քանի Ո՞վ է տենց հայտարարություն արել։ Ես տենց հայտարարություն եմ, որ ասում եք շտապել եք, ինչ եք, իշխանությունից ում գնացեք իրան հարցրեք, քաղաքական գործի չէ թողեք։ Պարոն Ալեքսանյանը ստեղ է, համեցեք հարցրեք։ Ես չեմ կարող պարոն Ալեքսանյանի տեղը պատասխանել, պարոն Ալեքսանյանը իր գնահատականն է տվել, բայց դա ական ես կարծում, չէ, ես ոչ մի բան չեմ գտնում, ես գտնում եմ, որ ակնհայտ է, որ վերջացել է այդ կինոն, այսպես ասած, չգիտեմ ինչ են քննարկել։ Հիմա բոլոր հարցերի ոնց ես միաժամանակ ունեցող օֆշորային սկանդալների մեջ հայտնված հոգևորականը կմասնակցի, ինչպես դուք եք ասում, Կաթոլիկ Աշխարհը եկեղեցու նորոգմանը։ Լսեք, ինչ է նշանակում եկեղեցու նորոգմանը։ Ուզում հասկանամ, ես այդ մարդուն որպես նոր կաթոլիկոս բնականը չեմ տեսնում եւ դա իմ համար անքննելի հարց է։ Թե ինքը ինչ մասնակցություն կունենա, թե այդ ձեր նշած փաստերը ինչ հետևանքներ կունենան, ես որևիցե բան չեմ բացառում։ Իրանն Տիգրան Սարգսյանի հետ կապվում էր օֆշորային սկանդալով։ Ինչ եք առաջարկում, մարդը գործող եկեղեցում պաշտոնյա է եւ ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն է եւ քաղաքացիության ուխտը դա ինչու չեք բարձրաձայնում։ Ես նորից եմ ասում ըստ մամուլի դուք բարձրաձայն եք, հələ գնացեք մի հատ այդ, մենք որ բարձրաձայնում եք, դուք ասում եք դուք եք զբաղված կարամ վերջացնեմ։ Կարամ ասեմ, դուք էլ զբաղված եք մեզ ասելով, որ մի մտեք դա ձեզ չի վերաբերվում։ Հիմա քիչ եք մտնում։ Մի րոպե։ Դե ես կարամ հեսա կպատասխանեմ։ Դե ես կարամ ձեզ ստանդարտ ձևերով պատասխանեմ։ Ասեմ, եթե դրա հետ կապված պետական որևիցե իրավապահ մարմինում դիմում կա, թող այդ դիմումը ընթացք ստանա։ Ես փորձում եմ ձեզ ճիշտը պատասխանել, ես փորձում եմ ձեզ պատասխանել քաղաքական տրամաբանության մեջ մշտապես։ Ասում եմ, քաղաքական առումով
պարոն Կճարյանի հետ կապված մենք որևիցե քաղաքական բանավեճի, բանակցությունների մեջ չենք, ինքը գործող պաշտոնյա է, ինքը իր կարծիքն է հայտարարել, ինչպես նաև մնացած եպիսկոպոսները, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ իր ու մնացածի գործողությունները եւ հաջողություն եմ մաղթում։ Մնացածի հետ կապված Իսկ ինքը համապատասխանում է Աստված լավ էլի, հոգեվորականի։ խնդրում եմ, ես խոսում եմ մենակ այն բանի մասին, որին տիրապետում եմ։ Ես արդեն ասացի, ես իր փայլակի հարցի նաև բնույթից ելնելով ես չեմ տեսնում, որ նման մարդը կարող է կաթողիկոս լինել։ Լսեք, հիմա դուք ուզում եք, որ ես Միջանցքում ազգային ժողովի կանգնած շախմատային ֆիգուրների պես թեկուզ մտովի տենց տեղաշարժումներ անեմ, ես դա չեմ անելու, որովհետև ես որն է իմ սահման, որն է ակնհայտ է, մի րոպե, ակնհայտ է, չէ, որ կտրիչը ուխտադրուժ է, ակնհայտ է։ Մի րոպե, ես ժողովուրդ, եկեք խնդիրը կանում եմ, որ բոլորը անընդհատ հարց եք տալիս, բոլորին բոլորը տալիս են, բայց ես չեմ կարող տալ։ Դե եկեք հերթով բան անենք, էլի խնդրում եմ։ Ես տվեցի արդեն հարցը։ Դա չլսեցի Ռուզան ջան, նորից դուր խնդրում եմ։ Հիմա Ռուզանը հասցրել։ Ես ասում եմ, որ դուք խնդիր եք դրել եկեղեցու հիմնական հիմքը, որը արշավի իրականացում կաթողիկոսի դեմ, դա կուսակրոնության ուխտը խախտելն է։ Հիմա դուք հավաքել եք հոգևորականների եւ Փաշինյանը հանդիպում է հոգևորականների հետ, որոնց մեջ ըստ մամուլի կա նաև կուսակրոնությունը խախտած հոգևորական։ Ինչպես եք մեկի մեղքով դիցի մեղքը խախտում, պարոն Սիմոնյան։ Իսկ նախ ով ասեց, որ մենք հավաքել ենք ու ով ասեց, որ մեկի մեղքով մենք մյուսը մաքրում ենք։ Այսինքն ուզում եք ասեք, որ մեկի համար այդ ուխտադրույժը ներելի է մեր ընկալմամբ, մեկի համար տենց չի, չէ, տենց չի։ Մեր համար դա ներելի չի։ Խոսքը գնում է նրա մասին, որ իրանց ներսում process է սկսվել եւ այդ process-ի հիմքերում դուք գիտեք ինչ փաստաթուղթ է դրած եւ վարչապետը հանդիպել է եւ իրանց հետ քննարկել է այդ process-ը եւ իր գոհունակությունն է հայտնել, որ process-ը սկսել։ Թե հիմա այդ process-ի վերջում այդ սենյակի մեջ կմնա մի հոգի, 10 հոգի, 5 հոգի կավելանա, թե բոլորը կմնան, դա ժամանակի եւ գործընթացների հարց է։ Ես հիմա ոչ կարամ կանխատեսեմ, ոչ կարամ որևիցե մեկին այս պայն, այդ սենյակում գտնվող ինձ թույլ տամ գնահատական տալ, որովհետև իմ համար այս պայդրությամբ ֆիքսված երկու բան կա։ Հայտարարվել է, որ գործող կաթողիկոսը Կտրիչ Ներսիսյանը խախտել է իր ուխտը, այսինքն ունի երեխա, հրապարակվել է համացանցում լրագրողներ հրապարակել են լուսանկար, ինքը դա չի մերժել, չի հերքել, որտեղ նման բան կա, ինչպես նաև շատ ամոթալի բան է հայտնվել համացանցում, որը ես չեմ ողջունում ու շատ դատապարտում եմ, կապված Արշակ Սրբազանի հետ կապված, որը նույնպես այս պայդրությամբ փաստ է, մնացածը ոնց կգնա ինչ Հիմա Շողի ջան, գործընկերները արդեն դժգոհում են քեզանից։ Խնդրում եմ, արի հերթով, էլի։ Ճշումներ արդյոք չի եղել։ Խնդրում եմ, էլի չգիտեմ, նույնիսկ չեմ լսում ան։ Չէ, մի րոպե, 24 Ճշումներ արդյոք չի եղել նրանց նկատմամբ, որովհետև նրանք ընդամենը մի քանի օր առաջ կամ ամիսներ առաջ լավ եւ բան էին ասում եւ ասում են վեհապարի կողքին ենք եւ այս գործընթացը ոչ թե կաթողիկոսի դեմ է, այլ Փաշազադեից ուղղորդված գործողություն է եւ հանկարծ այդ նույն սրբազանները հիմա այլ ինչ որ նամակ են գրում Փաշինյանը։ Ես համարում եմ, որ ինֆորմացիան, որը անընդհատ գալիս է եւ գործընթացները, որոնք որ տեղի են ունենում, հա, դա տեսեք դուք սկզբից ասում էիք, դուք գնացիք կեղծ պատարակ արեցիք, Տեր Արամը կարգալույց է, հետո մենք գնացինք այլ եկեղեցում պատարակի, որտեղ արդեն ոչ կարգալույց եղած մեկներ պատարակ անցկացնում, ասացիք, հեսա իրան կարգալույց կանեն եւ այս պատարակը վերջացնեմ։ Եվ այս պատարակը նույնպես դուք կարողանաք մեկնաբանել որպես, չգիտեմ, ինչ որ անօրինական բան, հետո թեմի առաջնորդը եկավ, հետո երկրորդ թեմի առաջնորդը եկավ, արդյոք սա ճնշում է։ Հետո շատ մարդիկ հավաքվեցին, հետո տեսանք, որ ավելի շատ մարդ հավաքվեց, հետո մարդիկ տարբեր գյուղերում, տարբեր մարզերում սկսեցին մոտենալ։ Ինձ թվում է այս ճնշումը կա, եւ այս ճնշումը ես ցավում եմ, որ այս ճնշումը, ճակերտավոր ճնշումը միայն եպիսկոպոսների գիտակցության վրա է ազդել, իրանք տեսել են, որ այո, իրոք խնդիր կա եւ այդ խնդիրը մեծ է, որովհետեւ իրականում այս ճակերտավոր ճնշումը Կտրիչ Ներսիսյանին պետք է անհանգստացներ, որովհետև ակնհայտ է, որ այլևս
եթե նույնիսկ վաղ ընտրություններն եւ մենք իշխանություն չլինենք, այլ իշխանություն կա, այլևս ակնհայտ է, որ անհնար է եւ նույնպես վաղաշաբաթի ընտրությունները, հա, երբ որ բոլոր Ռուսաստանաբնակ տարբեր կերպարներ, ընդեղի դաշնակցական ուժեր, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ուժերը, եկեղեցականները ցուցադրաբար գնացին, քվեարկեցին, իսկ մենք 57-58%-ով ընդեղ հաղթեցինք, սա նույնպես ճնշում է։ Սա, եթե Կտրիչ Ներսիսյանը չի հասկանում, ես կարծում եմ, որ սա եւս մի պատճառ է, որ ինքը եթե այդքան բանը չի հասկանում, ինքը հաստատ իր տեղը չէ։ Փաշինյանը կոմպրոմատներ է հավաքել եկեղեցականների դեմ, դրա համար նրանք Լսեք, եթե տենց է, ուրեմն մենք դրա մասին ընդհանրապես պետք է չխոսենք։ Եվ որովհետև եթե պայմանական, հա, եթե պայմանական կարա մեր երկրի ղեկավարը կամ ինչ-որ իրավապահ մարմին իրենց վրա կոմպրոմատ հավաքի, դուք էլ տենց բան ունեք, չէ՞, սովորությունը ոնց էր անունը այդ մարդու, որ ասում եք Փաշազադա, չէ՞։ Փաշազադեն, ուրեմն Փաշազադեն 10 անգամ ավել կոմպրոմատ ունի իրենց վրա։ Եթե տենց, հա, ուզում եմ հասկանամ, դուք ձեզ թույլ եք տալիս, անձամբ դուք հարգելիս, անձամբ դուք որպես լրագրող, սա էլ երկրորդ անգամ է, նաև վարչապետին եք հարց տալի, ասում եք, բանը, Ադրբեջանի այսինչ ղեկավարը, եկեղեցու ղեկավարը, ինչ որ այա, նոր ասեցիք, որ Փաշազադեի հետ կարամ պատասխանեմ վատ, սխալ, բայց պատասխանեմ ձեր հարցին, թե չգթե գնամ։ Հետո կասեք ես տեր չեմ, հիմա ինչ եք հարցում, Փաշազադեի անունը ով տվեց, դուք թե ես։ Ես այդ մարդու անունը ձեզնից եմ իմացել։ Իրենք ասում են, որ Փաշազադեից ուղղորդված պրոցես է։ Հիմա հարց եմ տալիս, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահը պայմանական ենթադրենք կարա կոմպրոմատ ունենա ինչ-որ մեկի վրա, բա այդ ձեր նշած անձնավորությունը Փաշազադեն կարող է մի 5 անգամ ավելի շատ կոմպրոմատ ունենա։ Իհարկե կարող է ավելի շատ կոմպրոմատ ունենա։ Իսկ ի՞նչ է սրանից բխում։ Սրանից որ բխում է, որ ամեն ինչ ինչ-որ տեղի է ունենում, ճիշտ է ու արժան է եղել։ Դե մարդկանց վրա։ Հիմա դուք ասում եք, հիմա դուք ասում եք, խոսում եք, որ իշխանությունը ինչ-որ ճնշում է գործադրում, որտեղ կոմպրոմատ ունի, հա։ Դե ստացվում է, որ հակառակորդ որևիցե ճշնամական ձևով տրամադրված որևիցե երկիր կարող է մեր բարձրաստիճան եկեղեցականի վրա կոմպրոմատ ունենա եւ այս դեպքում չասի, որ հրաժարական տուր, այլ ասի կլինի դուք օրինակ պայքարեք գործող իշխանության դեմ, որտեղ գործող իշխանությունը մեզ ձեռ չի տալիս։ Հիմա սա խնդիր է, թե խնդիր չի։ Այսինքն մենք քննարկում ենք կոմպրոմատը Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկը ունի թե չէ, բայց չենք քննարկում, որ այդ կոմպրոմատը կա։ Այսինքն կոմպրոմատը որ կա, մեր մոտ կոնսենսուս է։ Հա։ Անինա, հետո դու։ Հա։ Նորը պատասխանեցի եթե։ Ես օրինակ կոտայքի թեմի առաջնորդով հայտարարության ստորագրել ինքը կուսակրոնության ուխտը խախտել։ Լսեք, Անի ջան, ես իմ նախկին գործընկերների վերաբերյալ նման մեկնաբանություն չեմ կարող տալ։ Դուք պարոն Քարամյանի հետ կապվեք, իր հետ խոսեք, ես իր ընտանիք, իր անձնական կյանքի հետ կապված, որևիցե առավելևս անցյալի հետ կապված, այն դեպքում, որ հիմա պետության մեջ որևիցե ձևով խնդրում, բայց ես ճիշտ ես համարում, որ ես ինչ-որ հիմա մարդուն, որը որ ստեղ չի, որը որ պաշտոնյա չի, ես իր ընտանիքի հետ կապված մեկնաբանություն տամ։ Ես դա չեմ անելու, ես իմ կարծիքը ընդհանուր գիտեք բոլորը եւ ես այդ նույն տրամաբանության մեջ եմ, բայց խորանալ առավելևս ես մանրամասները չգիտեմ, ձեզնից եմ լսում, ես ինձ կոռեկտ չեմ համարում։ Շողի Անի ջան, չեմ ճանաչում Գևորգ Սրբազանին, անձամբ չեմ կարող որևիցե բան ասել։ Ձեր կարծիքով մի անձնավորություն Սրբազան, ով ում կյանքը փրկել է վեհապարը, հիմա Նիկոլ Փաշինյանի առջև խոնարհվում է եւ ով է խոնարհվում, չեք տես բաներ ասում, չեք ոչ մեկ դրանք կադրում են, ոչ մեկ բոլորը խոնարհվում են միայն իրանց ծնողների, իրանց հարազատների, շիրիմների եւ Աստծո առաջ մենք որևիցե մեկի հետ կապված նման հարցեր տալը կարծում եմ կոռեկտ չի։ Այդ մարդիկ արել են որոշում են կայացրել, արել են գործողություն, որը որ նույն նպատակը ունի, դες թվում է կտրիչը, ասում կտրիչը, չէ, կաթոլիկոսը չէ, ձեր, չէ,
Կճոյանը կամ ում անունը տվեցիք, որ ասեցի չէ։ Հա, դες թվում է այդ մարդիկ բոլոր այն գործողությունները, որոնք որ անում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը, իրանք այդ ամեն ինչի հետ համաձայն են, իրանք էլ ինչ որ բաների հետ համաձայն չեն, եւ իրանք էլ ամենայն հավանական թող վայ անի դե հա ում ուզում ես ավելացրու, բայց արի հասկանանք ով է Պարոն խոսում։ Սիմոնյան, իդեպ Նիկոլ Փաշինյանը Իդեպ ինչ ես խոսում, իսկ ինչ ես խոսում, հալած, չէ, կխոսամ դրա մասին, սպասի էլի։ Այդ բոլոր մարդիկ տենց ուրախ են եւ գնում են Նիկոլ Փաշինյանին ընտրում ընտրություններին, կարող է եւ չէ, բայց կա խնդիր, որի շուրջ այդ մարդիկ հանդիպել եւ խոսել են, շողիկ, հետո փայլակ։ Պարոն Սիմոնյան, Հա եզապակեք, որտեղ շունչս կտրվավ։ ձեր հռչակած օրակարգը եկեղեցին ազատել այն հոգևորականներից, որոնք խախտել են կուսակրոնության ուխտը եւ ինչ որ ուրիշ ուխտեր, այդ մասին չեք ասում, օրինակ աղքատության, բայց կուսակրոնության ուխտի հետ կապված մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ խախտել է նաեւ Կոտայքի թեմի առաջնորդը։ Հիմա Կոտայքի նույնպես չհերքված տեղեկություններ։ Հիմա ամիսներ շարունակ այդ մասին այդ օրակարգով եւս լուսանկարներ կան եւ այլն։ Ինչու օրինակ դուք իշխանության մյուս անդամները չեն բարձրացնում նաեւ այն հոգեվորականների անունները, որոնք եւս ըստ մամուլի խախտել են կուսակրոնության ուխտը։ Սա արդյոք չի նշանակում, որ ընտրողաբար եք մոտենում, այսինքն ովքեր ձեզ աջակցում են, իրենց վերաբերյալ հայտարարություններ անում եք, որ խախտել են, ովքեր որ չեք խոսում, իսկ ովքեր հակառակը դուք համարում եք, որ պետք է հեռանան։ Նախ եկեք կոչենք դա պայմանականորեն վեթինգի համակարգ, գործընթաց, հա, եւ երբ որ մենք խոսում ենք վեթինգի մասին, այդ վեթինգը հիմնականում պետք է իրականացնեն այն մարդիկ, ովքեր որ այդ համակարգի մաս են եւ մաքրեն այդ համակարգը ներսից։ Չէ, բայց դուք էլ եք այդ Շողիկ, եւս մեկ անգամ ինձ ընդհատեցիր Շողիկ, կարող է շատ սխալ բան, կարող է սուտ եմ խոսում, բայց դա քեզ չի վերաբերվում, դու պետք է լուսաբանես։ Հետո մյուս հարցի մեջ կասես հանցալ անգամ։ Անընդհատ ինձ ընդհատելով, ես հիմա չեմ հիշում դու հարցդ ոնց տվեցիր։ Ես հիմա նստած ընտրողաբար եք մոտենում։ մենք ընտրողաբար չենք մոտենում։ Պարոն Սիմոնյան, Մենք ես հրաժարվում եմ պատասխանում քո։ Ես հրաժարվում եմ պատասխանել, որովհետև անընդմեջ է դա տեղի ունենում, մի անգամ չէ։ Դու անընդմեջ թող խոսեմ, թող սուտ ասեմ, վատ բան ասեմ, սխալ բան ասեմ, բայց իսեր Աստծո, թող վերջացնեմ խոսքս։ Նիկոլ Փաշինյանը հիասթափել Չի փրկում, խանգարում է, միտքս կտրում է։ Նիկոլ Փաշինյանը ինձնից չի հիասթափվել, այդպես բան մամուլներ գրել այդ մասին այսօր։ Ես կասեի մամուլներ գրել։ Շնորհակալություն։